Օտուբանջոն խաղում է կենտրոնում, թեպետ մանևրումներ կատարում է նաև ձախ եզր։ Նանա Անդվին ոչ այդքան հաջող պաշտպանվեց, իլևեց Ժիրայր Մարգարյան, օդային փոխանցում դարձյալ դուրս է գալիս Բուչնևը ու շատ իզուր որ դուրս է գալիս, քանի որ այնտեղ հարվածելու հնարավոր ակումները այսպիսի հակամարտություն ունեն հիմա եւս գրովում է Փյունիկը եւ երկրորդ հարված կենտրոնում բաց էր հանդիպման հաշիվը։ Որքան էլ այս հանդիպումները այո հերթական են իրացնում այս խաղում։ Բարձրից փոխանցում կարված դարպասաձողն է փրկում Հենրի Գրոհին զարկ տալիս, Իսակ Բարին հեռացրեց գնդակը, բայց Օտուբանջոն մեն-մենակ է արդեն դուրս գալիս եւ փրկում է Դմիտրի Աբակումովը։ Տեսնենք կրկնապատկերը որքան լավ խաղաց այս դրվագում Լուկաս Վիլենա, կրծքով այսպես գնդակը լավ փոխանցում էր Գոնսալվես, Օտուբանջո եւ փրկում է Աբակումովը դարձյալ ավելի վտանգավոր է սկսում գրոհել, իսկապես չկար այստեղ խաղից դուրս։ Օդային փոխանցում եւս մեկ հարված ու բացվում է հանդիպման հաշիվը։ Լինենք եւ եթե ավելի ուշադիր նայենք գնդակ Ժիրայր Մարգարյանն է, Ուրարտուն շատ միօրինակ է գրոհում, հիմնականում գնդակը բերում են ձախ եզր ու այսպիսի փոխանցումներ կատարում ու ինչպիսի Դավիթ Դավիդյանը, տեսնենք սխալվեց այստեղ Խամես Սանտոսը եւ ամբողջությամբ ազատ էր թողել Հաջի Հովհաննիսյանը դարձյալ լռում է, Փյունիկը հակագրոհի է նետվում Օտուբանջոն Վիլենա եւ Օտուբանջո եւս մեկ հարված Փյունիկի կազմում, եթե ես ճիշտ լսեցի, արդեն փոփոխություն հեռացնում են գնդակը, Ժիրայր Մարգարյան, նորից Մաքսիմենկո հարվածում է ուղիղ Ստանիս Հավաքականին ազգային թիմում նա գրեթե անփոխարինելի աջ պաշտպան է դարձել, գրոհում է Ուրարտուն, Մարգարյան շատ լավ խաղաց եւ ով էր այդ Ալեքսանդր Պետրակովի թիմի կարևորագույն ֆիգուրներից մեկը Սանտոս, Սանտոս ինչ գոլ էր, պարզապես կատարում է փոխանցումը Լուկաս Վիլենա, նորից վտանգավոր է Օտուբանջո, Կովալենկո եւ կարողանար գնդակին դիպչել, այո, նշանակում է 11 մետրանոց Զավեն Հովհաննիսյան, ելություն ստանալ հիմա Հարությունյան և 3-0 3 համակարգի օգնությամբ Մարգարյան բարձրից փոխանցում վտանգավոր է և չի ստացվում Շատ գեղեցիկ խաղաց Վիլենան հարվածում է Վտանգավոր է 4-րդը կհայտնվի թե ոչ Հենրիքսի հարված Մարգարյան Ռամանեսալու լավ փոխանցում էր և Ստանիսլավ Բուչնևը փրկում է Արագ խաղարկեցին անկյունայինը, օդային փոխանցում և նորից Բուչնև Փայլուն սեյվ կատարեց Փյունիկի դարպասապահը կարող էր կրճատել հաշվի տարբերությունը Գունկոյի թիմը ու հիմա էլ կարող է դա անել ու նորից Բուչնև, բայց գնդակը հայտնվեց դարպասում և չկինկավ թե ոչ Մինչև այս դրվագը հետաքրքիր է ինչպես զարգացան իրադարձությունները, ով էր Փյունիկի կաց Իսկ գոլի հեղինակը Արտյոմ Մաքսիմենկոն էր, այլ ոչ թե Աղասարյանը Նորից Վիլենա պատ խաղարկեցին Սանտոս Ցիմբալյուկը սխալվում է և քիչ էր մնում Փյունիկը արագորեն 4-րդը խփեր հիմա էլ և Աբակումովն է փրկում իրավիճակը անկյունային է վաստակում Փյունիկը Տուի առայժմ միակ գոլը 3-1 Փյունիկի Հարված է սա, Աբակումովը Իվան Զոտկո, Մարգարյան, լավ փոխանցում էր, Տարախչյանին հասավ գնդակը, հարվածում է Գևորգ Տարախչյանը Լավ փոխանցում էր և ինչպիսի դիր Մաքսիմենկոին չհասավ գնդակը, Դրամանեսալու Շատ վտանգավոր է իհարկե Յայա Սանոգոն, երկրորդ հարկում, Մարկոս Ժունիորն է հարվածում ուղիղ Ստանիսլավ